Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այսօր մենք զրուցելու ենք Աննա Դերենիկի Մարտիրոսյանի հետ, բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի սոնոգրաֆիստ, թերապևտ, գաստրոենտերոլոգ, ընտանեկան բժիշկ։ Ողջունում եմ սիրելի Աննա։ Բարի լույս, շատ շնորհակալ եմ, որ այս ժամին Առավոտյան միջև աշխատանքը։ Այո։ Սիրելի բարեկամներ, այսօր ես համարում եմ եւ սիրելի բժշկուհի, այսօր մենք մեծ հաջողություն ենք ունենալու, քանի որ զրուցելու ենք ձեզ հետ, ինչու եմ ասում մեծ հաջողություն, որովհետեւ ես չեմ պատկերացնում, դուք երբեք հասցնում քնել, ձեր ամեն մի վարքյան, ես գիտեմ, իմ աչքիս առաջ է եղել, ես տեսել եմ ինչպես եք դուք աշխատում, ինչպես եք անգամ այն կարճ ժամանակահատվածը, երբ միասին ենք լինում, կամ դուք պացիենտի հետ խոսում եք, կամ հեռախոսով եք խոսում, մի խոսքով շատ զբաղված եք, իսկ հերթերը, ես ճիշտ գիտեմ, որ հերթերը մի քանի շաբաթ են այն մարդկանց, ովքեր ուզում են նոր գրանցվեն ձեզ մոտ, ճիշտ եմ ես։ Այո, ես ես բացատրեմ, որ դա աշխատանք չէ զուտ, դա ապրելակերպ է, եթե դու ընտրում ես բժշկությունը եւ ներսում ես այդ շատ լայն, շատ մեծ, շատ կարեւոր, շատ ինչու ոչ նաեւ հոգեվորական աշխարհի մեջ, դու չունես ազատ ժամանակ, դու ինքդ քեզ արդեն չես պատկանում, դու չես պատկանում քո ընտանիքին, ես չեմ ստի եւ չեմ ասի, որ դա միշտ բավականություն է ինձ տալի եւ չի հոգնածնում երբեք, լինում են պահեր, երբ որ զանգ է լինում արդեն երեկոյան, երբ որ ես այնքան եմ խոսացել, որ այլևս ուժ եւ էներգիա չունեմ, գիտեք մի փոքր ինչ-որ տխրություն այդ պահին գալիս է, որ ասում ես մի փոքր ռեստարտ անհրաժեշտ, մի փոքր էներգետիկ քո բալանսը պետք է լիցքավորես, որ նորից շարունակես քո անձնվեր աշխատանքը, բայց դա բժշկություն է, դու ընտրում ես դա եւ դու այլևս եւ այսուհետ բժշկության մեջ ես եւ ամբողջովին պետք է նվիրված լինես, եթե ուզում ես իրականում անես այն պատգամը, որը ստանձնել ես, եւ եթե հասցնես այն նպատակը, ինչի համար դու ամեն ինչ արել ես քո կյանքում։ Հոգնածուցիչ է, բայց այն բավականությունը, որ ստանում է յուրաքանչյուր բժիշկը աշխատելով իր պացիենտի հետ եւ ստանալով արդյունքը, տեսնելով գնահատականը, քո աշխատանքի ոչ թե պացիենտի դիմացինի դա այդքան կարևոր չի, բայց քո արարքը, քո ամեն ինչ որ գնահատում ես, ինչ ես ներդրել, ինչ ես ստանում, դա հրաշալի բավականություն է քեզ պարգևում։ Աննա ջան, կարելի ասել, որ տեսեք շատ հետաքրքիր էր, ասեք գնահատականը ստանալ, բայց ոչ խոսքը գնում է պացիենտի։ Դուք հիվանդության հետ եք աշխատում, ոչ թե պացիենտի։ Չէ։ Նայեք, բժշկության մեջ եւ ընտանեկան բժշկության Ձեր կռիվը հիվանդության հետ է։ Չէ։ Բժշկության մեջ եւ ընտանեկան բժշկության հանձինս ամենամեծ գաղափարն է բուժել հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը։ Այսինքն, եթե compliance-ը ես հաստատեցի հիվանդի հետ եւ գնահատեցի իրեն ոչ թե առանձին ախտորոշում, այլ գնահատեցի իրեն որպես մեծ էկոհամակարգ, փակ էկոհամակարգ։ Եվ եթե ես հանկարծ հաշվի չառա այդ էկոհամակարգի որևէ օրգան համակարգի առանձին աշխատանքը, նրա մենթալիտետը կոնկրետ այդ մարդու, նրա սովորույթները, նրա ապրելակերպը, ես ուղղակի չոր այսպես տամ իմ խորհուրդները ու ասեմ, գիտեք, այս սիմպտոմը կամ իրավիճակը շտկելու համար դու պարտավոր ես անես, սա, հաշվի չառնելով նրա թե դաստիարակությունը, թե գենետիկական իրավիճակը, թե սոցիալականը, թե աշխատանքայինը, թե բնավորությունը եւ էմոցիան, մենք երբևէ հաջողության չենք հասնի։ Շատ կարեւոր է միշտ բուժեք հիվանդին եւ ոչ թե հիվանդությունը։ Այդ դեպքում կլինի մեծ հաջողություն, բայց գնահատականը, այ գնահատականը ինքը ինչքանով դա մեծ մասը իհարկե գնահատումը հասկանում, որ դրա կյանքի որակը փոխում է, ի վերջո ստանում այն ինչ համար նա եկել է։ Բայց կան մարդիկ, դա երևի բոլոր մասնագիտությունների մեջ է, դա բժշկության հետ կապ չունի, դա մարդկային գործոն է։ Գնահատի թե ինքը, թե դա այդքան կարևոր չի, կարևորը ես լինեմ գո իմ արածից, իմ հասած արդյունքից։ Ես կարծում եմ բոլորի համար, բոլոր մասնագիտություններում, չէ, որ դա մարդկային գործոն է։ Միանշանակ։
Ձեր հարցազրույցներից մեկի տակ դիտողը թողել էր հետևյալ գրառում։ Իդեպ շատ հետաքրքիր է մարդկանց արձագանքը ձեզ, շատ դրական են գնահատում, ասում եք, դե ով չի գնահատում, չի գրում, մենք տեսնում ենք գնահատողներին։ Շնորհակալությունները շատ են, մեկը որպես շարունակություն մեր այս առաջի հատվածի, որին դուք ասեցիք, հիվանդին ենք բուժում, ոչ թե հիվանդությունը։ Եվ այսպես դիտողը թողել է հետևյալ գրառումը. Աննա Դերենիկովնան լավագույն բժիշկներից մեկն է, ով հայտնաբերում է հիվանդության սկզբնաղբյուրը եւ բուժում է հիմնովին։ Շնորհակալ եմ։ Այս տեղից էլ շարունակենք զրույցը, ոչ թե դեղերով վերացնել ախտանիշները, այլ հայտնաբերել հիվանդության սկզբնաղբյուրը, որի մասին նշում է դիտողը, եւ պարզել, իսկ կարող է գա մի պահ, որ պարզում եք, որ պետք է բուժել ոչ թե այն օրգանը, որի ցավից գալիս է, այո, գալիս է պացիենտը կամ հիվանդը կամ հաճախորդը, այլ դուք հայտնաբերում եք, որ պետք է սկսել լրիվ ուրիշ օրգանից, որի մասին նա էլ սկիչ էր ենթադրում, որ այդտեղ է թաքնված խնդիրը։ Գիտեք, իմ համար հենց թերապիայի եւ ընտանեկան բժշկության ընտրությունը բժշկության մեջ, երբ որ մենք կողմնորոշվում էինք, որ նեղմասնագիտությունը ընտրենք, շատ ավելի հարգի էր, ավելի հետաքրքիր էր մեր ժամանակ ամենայն դեպս, երբ որ ես էի ավարտում, թերապիան համարվում էր ոչ այդքան երևի հարգանքի ինչ-որ տեղ գտած մի ճյուղ բժշկության մեջ, այն ժամանակ ավելի հետաքրքիր էր ընտրել գինեկոլոգիան կամ չգիտեմ վիրաբուժությունը կամ ուրոլոգիան, ինչ-որ նեղմասնագիտականները, այո։ Ես մտածված, ես ունեի հնարավորություն ընտրել ամեն ինչ, նույնիսկ ամբոնում աշխատել, դասախոսել, բայց ես ընտրեցի թերապիա, երբ որ ես ընտրեցի թերապիա, բոլորը զարմացան, ինչ ես ընտրում թերապիան, դա թերապևտ չի հնչում, լավ չի, եւ այլն, ես այնքան շնորհակալ եմ իմ ընտրության համար, որտեղ եթե դու չգիտես թերապիա, եթե դու չգիտես ամբողջ օրգանիզմը, եթե դու գնահատականը չես տալի, թե որտեղից կարող ես սկիզբ առնել այս ախտանիշը, դու երբեք չես կարող լիարժեք օգնել հիվանդին։ Եվ դուք շատ ճիշտ մտաբերեցիք, որ այո, կարող է հիվանդը գա իմ մոտ օրինակ տրամադրության կամ քնի խանգարումով կամ անհանգիստ ոտքերի համախտանշով կամ ինչ-որ խնդրով հայտնված արդեն նյարդաբանի նեղմասնագետների այլ ինչ-որ քննություններ արած եւ այլն, բայց բարձրի դրա հիմքում ընկած են հետաքրքիր կլինիկական օրինակ հետազոտությունների հիմքում ընկած ինչ-որ մի միկրոէլեմենտների դեֆիցիտ կամ լյարդի հիվանդության, որը որ չի էլ բացահայտվի եւ երբ որ դու շտկում ես, հասկանում ես, գտնում ես պատճառը եւ վերացնում ես սկզբնաղբյուրը, բնականաբար այդ տարատեսակ ախտանիշները, որոնք տարել են իրենց սկզբնական նեղ մասնագետների, արդեն դրա կարիքը չկա։ Եվ այդ բավականությունը, որ դու գտար ու դու օգնեցիր ու դու հասկացար, գիտեք, ընդհանրապես բուժման համար բժշկության մեջ ամենակարևորը գտնել ախտորոշումը։ Եթե դու գտնում ես որն է սկզբնաղբյուրը, հանցագործին եք գտնում փաստորեն։ Այո, եթե դու գտնում ես, արդեն ախտանիշը ինքն իրեն վերանում է։ Միշտ ասում են, որ 50%-ը դա անամնեստիկ տվյալներն են, այսինքն խոսես հիվանդի հետ։ Խոսելով իրենից շատ հետաքրքիր բաներ ես իմանում։ Ու մեկ էլ տեսնում ես ուղղվածությունը, թե որտեղ է դու գտնում, փորձում, քո ուղեղի մեջ դասավորել, ախտորոշումը իմի բերել։ Մեկ էլ փոխվում է վայ մոռացա ասեմ, այսպես խորանում ես, տեսնում ես վայ գտար այդ այո այդ արատավոր օղակը գտնում ես ի սկզբանե եւ ինստինկտիվ ընկնում ան։ Դրա համար շատ կարեւոր է բժշկի համար լսել, անամնեստիկ տվյալը հավաքել եւ կարողանալ դնել ախտորոշում։ Եթե այդքան արեցիր, ասելով ժառանգականություն, հարցազրույցի վանդ է։ Ոչ միայն, դրա մեջ մտնում է եւ կյանքի անամնեզը, ժառանգականությունը, ինչ նախատրամադրվածություններ կան ամբողջ իրենց գերդաստանում եւ իր կյանքի անամնեստիկ տվյալները։ Երբ այս փոքրուց սկսում ես, դրա համար կոնսուլտացիան ես միշտ հատկացնում եմ 30 րոպե, որպեսզի ուղղակի տեղավորվեմ, ընդունեմ, որտեղ չեմ կարող անverջ աշխատեմ օրվա ընթացքում, իսկ հաճախորդները լինում են, ես ստիպված իրենց նեղացնում եմ, բայց դա շատ սխալ է, դա հանցագործություն է։ Կոնսուլտացիան եւ միայն զրույցը հիվանդի հետ առաջնակի մինիմում պետք է տևի մի 40 րոպե։ Միայն
զրույցը, որ դու ամբողջ պատմությունը չէ՞ տեսնում ես մարդուն, այդ պատկերացնում եք պետք է մտնես իր ներաշխարհը եւ կարողանաս իրեն բուժես եւ ամեն ինչն է շատ կարեւոր։ Ոնց են արտանում եւ ոնց է գնում արդեն անկողին քնելու։ Շատ կարեւոր է իր առօրյան, իր բնույթը, իր աշխատանքը, իր այս բան էմոցիոնալ կարգավիճակը, իր մտահոգող խնդիրները, ել չեմ ասում, որ անցնես բժշկական անամնեզով։ Այսինքն մոտ 40 րոպե եթե դու խոսես, հավատացեք 75% արդեն ախտորոշումը դնում ես, առանց կլինիկական հետազոտությունների։ Դրա հիման վրա դու տալիս ես շատ կարևոր հետազոտություններ, ոչ թե սենց ամբողջ ցանկով ինչ կա չկա ստուգում ես, հետո տալիս ես արհեստական բանականության, ինքը քեզ ինչ որ բան ասում է։ Դա իմաստ չունի բժշկի գործը այդ դեպքում ինչի համար է։ Դա նրա համար է, որ դու ամբողջը խմբագրես, ճիշտ ուղղությունը տաս եւ հիմնվելով արդեն քո ոնց որ ախտորոշում ունես մի քանի կլինիկական տվյալի վրա շատ արագ դնում ես ախտորոշում։ Ախտորոշումը դրեցիք հիվանդը բուժված է գրեթե։ Եթե դա չես հայտնաբերե այն կարգավիճակում կամ այն վիճակում, որ դու այլևս չես կարող օգնես, ուղղակի պալիատիվ բժշկությունը, այսինքն սուտ թեթևացնում ես եւ լավացնում ես նրա կյանքի որակը։ Դե արհեստական բանականության մասին առանձին խոսենք, դա կարևոր պահ է հիմա համենայնիվ եւս եւ բժիշկներն են օգտվում, դուք էլ ասացիք ինչպես են օգտվում եւ մարդիկ են սկսել օգտվել եւ իրենց սկսել են բուժել։ Դա առանձին հարց է, ավելի կոնկրետ մենք քանի ժամանակը ես ուզում եմ ամեն վայրկյան օգտագործել ձեզ հետ։ 40 րոպեն է որ հասցնես իմանաս։ Այո, խոսում ենք խոլեստերինի եւ ստատինների մասին։ Ուրեմն նախ որտեղից է այդ մոդայիկ թեման խոլեստերին, մենք սովոր էինք հիշում եք մեր տատիկները, մամաները յուղը հալում էին, հալածրած յուղ էին օգտագործում։ Հիմա յուղից պետք է հրաժարվել, կարագից հրաժարվել, լրիվ հրաժարվել, որովհետև կա խոլեստերին, որքանով է դա ճիշտ, որտեղ է թաքնված խոլեստերինի ուրեմն սկզբնաղբյուր պրոբլեմի սկզբնաղբյուրը եւ այդ ստատին կոչվածները ինչ են դրանք, այսինքն խոլեստերինի դեմ դեղս խմեմ։ Մարդկա ասում է ես ամեն ինչ էլ կարող եմ ուտել, ինձ ամեն ինչ թույլ եմ տալիս։ Դեղը խմեմ, հարցը լուծված է։ Շաքարով հիվանդները, չէ՞, ինսուլինը կարծում են անում են եւ դա շաքարը ճիշտ է, դիաբետը։ Ասում են ես ամեն ինչ էլ կարող եմ ինձ թույլ տալ, դեղս խմում եմ ու վերջ, հարցը լուծվում է։ Եւ հակառակը ասում են, ու չէ, ոչ մի ստատին էս լատը կվնասեն, այս գեյմերի վտանգները, այս գեյմերը հետեւորություն է։ Մի խոսքով, խոլեստերին, ստատիններ։ Գիտեք, միֆեր իրականություն։ Հա, կարևորը որ չլինես ոչ մի հարցում շատ ագրեսիվ, շատ միայն կարճես ինչ որ մեկ հետազոտությունից, որտեղ բժշկությունը աճում է ամեն օր եւ նոր հետազոտություններ եւ ապդեյթներ կան բժշկության մեջ ամեն օր եւ այո այն մոտեցումները, որոնք եղել են մի 50 տարի առաջ փոփոխվում են, կարող է պատահ 2 տարի հետո մենք արտանանք ու զգանք, որ հետազոտությունների հիման վրա, անկախ հետազոտությունների հիման վրա պարզվեց, որ այս խնդիրը կա եւ դու պետք է համահունչ լինես, որտեղ դրանք մեծ հետազոտություններ են եւ բժշկությունը գնում է առաջ եւ պետք է իմանաս։ Հիմա այ դուք ասացիք յուղի հետ կապված, յուղի հարցը շատ մի 20-30 տարի առաջ, երբ որ խոլեստերինի բացահայտում եկավ եւ պարզվեց, որ դա վնասում է մեր անոթներին, սրտին, ուղեղին եւ այլն եւ հիմք է տալին ունենալ սիրտանոթային ինչ որ որոշակի խնդիրներ, ասենք յուղը չէ։ Հիմա ձեզ ասեմ, որ նույնը վերադառնում ենք յուղին։ Յուղը շատ լավ է։ Հակառակը հալեցված կարագը, որի մեջից դուրս է գալի այդ սերուցքային մի մասը, եւ այդ յուղը մաքուր իսկական բացարձակ չի վնասում ոչ մի բանի։ Ինքը մաքուր, կարծեմ, ինքը դուրս է գալի։ Ինքը զտված է արդեն։ Լակտոզա չի պարունակում, ինքը զտված է եւ ավելի լավ է օրինակ դա օգտագործվի, քան ինչ որ տարբեր կոկոսային կամ ինչ որ տարբեր յուղեր, որոնք որ հիմա ասենց մի պա Որն է պատճառը այդ խոլեստերինի բարձրացման։ Գենետիկական։ Նայեք, կան երկու պատճառ։ Սննդակարգ ապրելակերպ, ալկոհոլ լյարդի ախտահարում հիմքում, այսինքն այդ սաղ սննդակարգ ալկոհոլ ապրելակերպ բերում է լյարդի ֆունկցիայի խանգարման, իսկ որտեղ ասենտեզում խոլեստերին լյարդում։ Եվ երկրորդը գենետիկական պատճառ։ Այսինքն մենք ունենում ենք շատ հիվանդներ, որոնք որ փոխում ես ապրելակերպը, lifestyle կոչվածը, սննդակարգը եւ քո հիմնված ուղղվածությունը լինում է լյարդի վրա, իրեն կարգավորում ես, խոլեստերինի թիվը սկսում է իջնել, առանց ստատինների, առանց որևէ բանի։ Եվ կան անձինք, որոնք որևէ խնդիր չունեն, ամենս լյարդը, ապրելակերպը, սննդակարգը,
քաշը ի վերջո եւ այլն, բայց ունեն բարձր level։ Եվ դա գենետիկական մարկեր է, որը միանում է ցավոք սրտի մեծ մասով սովորականում 50 տարեկանից բարձր, դա սովորական էվոլյուցիոն գենետիկական խնդիր է։ Խնդիր էլ չէ, դա այդպես է, ոնց որ հիվանդի շաքարը 70 տարեկանում թույլատրել է 6.7-ը, եթե երիտասարդի համար դա բարձր է, մենք նորմեր ունենք։ Վանաձև կեղծի ռենջը, եթե մենք նայենք, ասենք 0.1-ից մինչև 4 քանիս է, ինչի համար է տված նորման։ Դա համապատասխան տարիքի եւ մեր ծախսերի օրգանիզմի։ Նույնը խոլեստերինն է, որը որ 50 տարեկանից բարձրանում է, ի պաշտպան, ի վերջո խոլեստերինը ինչ է ինձ ներկայացնում, դա բջիջների մեմբրանի մեջի ամենակարևոր մասնիկն է, որը պաշտպանում է մեր բջիջները, հատկապես ուղեղի որոշակի ազդեցություններ։ Այդտեղից էլ եկավ խնդիրը, որ եթե դու շատ ես իջեցնում, այսինքն դու պաշտպանը բջջի վնասում ես, Ալցգեյմերի եւ դեմենցիայի խնդիրները առաջ են գալի։ Այդտեղ եկավ այդ խնդիրը, այսինքն խոլեստերինի պաշտպանողականն էր շատ իջեցնում։ Եվ պետք չէ ընկնել շատ ծայրահեղ վիճակների մեջ, հիմա շատ կոնկրետ կան բոլոր ուղեցույցները։ Ուղեցույցներից մեկը նորը, որ դու չես հիմնվում միայն խոլեստերինի թվի ընդհանուր եւ ցածր խտության, որին մենք սովոր ենք նայել, ըստ որի մենք նշանակում ենք ստադիներ, իհարկե եթե լյարդը թույլ է տալիս, եթե լյարդը թույլ չի տալի, դու ստադին չես կարող կիրառես, կարգավորես վիճակը, որտեղ նա կվատթարացնի լյարդը, այդտեղից դու ոչ թե օգուտ կստանաս, այլ ավելի վատ օրգանիզմին կվնասես։ Այստեղ հիմա շատ կոնկրետ քայլեր կան։ Նայում ես խոլեստերինի մակարդակը, գնահատում ես մարդու անամնեստիկ տվյալները, գնահատում ես ժառանգական նախատրամադրվածությունը եւ կա մի կոմպոնենտ, որը արդեն մտել է պրոտոկոլների մեջ, դա լիպոպրոտեին Ա-ն է։ Դա այդպես կոչված գենետիկ թաքնված խոլեստերինն է, ու եթե լիպոպրոտեին Ա-ն անձի մոտ բարձր է, դու ձգտում ես խոլեստերինը իջացնես ոչ թե նորմայի ցածր խտության մասին է խոսքը, այլ իջացնես նորմայից շատ ցածր, այսինքն այստեղ արդեն քո թիվը, որին դու ձգտում ես, ոչ թե 2.6, այլ 1.8 է, որտեվ չէ որ գիտենք մարդիկ ստանում են ստատիններ, դրված են բազմաթիվ ստենդեր, առավոտից երեկոյան ստանում են դեղորայքներ, բայց ունենում են կրկնակի ինսուլտները, կրկնակի ինֆարկտները, լավ, ասում ես իբր պաշտպանված է, խոլեստերինը ցածր է, մակարդելության դեմ պարքայում եմ, ստենտերը դրել եմ, լայֆսթայլը փոխել եմ, ապա ինչու նորից ինֆարկտ ինսուլտ։ Չէ որ դա եթե այդպես լիներ, կառավարելի կլիներ եւ չէր լինի այն ռիսկերը, որոնք կան։ Դրա համար դա միայն զուտ ինչու է այդ բացատրումը, որովհետեւ երբ որ տալիս ես անտիկոագուլյացիոն կամ անտիագրեգացիոն դեղորայքը, որոնք որ ջրիկացնում են արյունը, պետք է հաշվի առնես, հիմա շատ հետաքրքիր հետազոտություններ կան եւ հասանելի Հայաստանում, ես ասեմ, մենք ոչ իմանով գրեթե չենք զիջում արտերկրի լավագույն կլինիկաներին։ Տալիս ես այսպես միանգամից ասեմ, ասպիրինը, օրինակ, բոլորս գիտենք, ասպիրինը ջրիկացնում է արյունը։ Ջրիկացնելու հետ մեկտեղ ինքը կարող է որոշակի ռիսկեր ունենա արյունազեղումների եւ հիվանդի մոտ զարգանա հեմորագիկ խնդիրներ, ստամոքսաղքային կամ ինսուլտային եւ այլն։ Հիմա կան հետազոտություններ, որոնք թույլ են տալիս գնահատական տալ։ Արդյոք դա տեղում է, արդյոք դա ճիշտ է, ոչ թե պրոտոկոլային, այսպես նշանակումը, որը շատ հեշտ տարվում է հիմնականում արտերկրում, պաշտպանված են բժիշկները, կա ախտորոշում, ինքը չէ խորանում նշանակում անցնում առաջ։ Իսկ եթե ավելի զբաղվես էքսկլյուզիվ բժշկությունով, կարող ես գնահատականը տաս, արդյոք տեղում է, արդյոք օգնում է, թե չէ, արդյոք ասպիրինն է անհրաժեշտ, թե այլ հակամակարդիչ դեղորայքի կամ նրանց կոմպլեքսը, որ լինի ավելի անվտանգ առաջնահերթ հիվանդի համար եւ գնահատականը տաս իր ռիսկերի մոտակա 10 տարվա։ Նայում ես խոլեստերինը եւ լիպոպրոտեինը եւ հիվանդին բացատրում ես, որ ես սիրով չէի նշանակի քեզ, բայց դու ունես արդեն անոթի սլացիկության եւ պատի խանգարում, դա բժշկական առումով կոչվում է էնդոտելիալ դիսֆունկցիա, դու ունես գոմոցիստեինի այդ թունավոր նյութի մետաբոլիտի մարկերը բարձրացումը, որը նպաստում է աթերոսկլերոտիկ ախտահարումների վաղաժամ զարգացումը եւ տրոմբոտիկ բարդությունների խնդիրները, այսինքն եթե դու հաշվի ես առնում այդ բոլորը, իհարկե մենք աստվածներ չենք եւ չենք կարող տանք մշակիլեք չէ բժշկությունը ամենա ոչ
ճիշտ մասնագիտությունն է համարվում է, որ դու չես կարող ոչ մի գարանտիաներ ունենաս։ Ի վերջո մենք չենք որոշում ամեն ինչ, բայց եթե դու գտնվում ես մի տեղ, որը քեզ հետազոտում են շատ գլոբալ եւ շատ մանրակրկիտ եւ բոլոր դեղերի նշանակությունը տեղում է թե ոչ, adekvat դոզայով է թե ոչ, մեծ մասով կարելի է գնահատել պրոգնոզը, որ դու կարող ես, բայց էլի ասում եմ բոլորս աստծուտակ ենք եւ ոչ մեկ վերև չթռնի եւ այլ քայլ չանի, բայց պրոգնոստիկ գաղափարը կարող է հիվանդին տաս ավելի լիարժեք։ Եվ ես համոզված եմ Հայաստանում էլ եւ արտերկրում են կան շատ բժիշկներ, դա կլինի ընտանեկան բժիշկ, չէ սրտաբան, իհարկե շատ օրինակ այս դեպքում եթե սիրտանոթային են գնահատում, շատ լավ տանդեմ կլինի, շատ ավելի գրագետ եւ ավելի պաշտպանված կլինի հիվանդը։ Եթե աշխատանքը հիվանդի հետ վարի ոչ միայն սրտաբանը, այս սրտաբանը իր ընտանեկան բժիշկը, որ գիտի իր պատմությունները եւ եթե լյարդի հաղթահարում կա մասնագետ, որը զբաղվում է լյարդով, այս տանդեմի ժամանակ մենք կունենանք շատ լավ ռեզուլտատներ եւ կպահպանենք մեր հիվանդի առողջությունը։ Այդ դուք նշեցիք ընտանեկան բժիշկը նաեւ, բացի սրտաբանից։ Մի քիչ այդ ընտանեկան բժշկության մասին կուզենայի խոսեինք, որովհետեւ ես որքան հասկանում եմ, մեզանում մեր հասարակության մեջ այդքան էլ ընկալելի չէ, ինչպես են մեխանիզմները գործում, ինչպես են ընտրում ընտանեկան բժշկին, հետո ինչպես պետք է վճարվի ընտանեկան բժիշկ ամեն զանգից, ամեն կանչից, ինչպես պետք է անհանգստացնել, այսինքն անսահման դու կարող ես ամենասկզբում դուք ասացիք կարող է գիշերվա կեսին զանգահարել, եթե քո ընտանեկան բժիշկն է, ուրեմն դու կարող ես ամեն վայրկյան զանգահարել։ Մի խոսքով ընտանեկան բժշկի ինստիտուտը ներդրված է, կան ընտանեկան բժիշկներ, բայց իմ հասկացողությամբ շատերը չեն դիմում, չեն հասկանում ինչպես աշխատեն ընտանեկան բժշկի հետ։ Էլ առավել եւս դուք ասում եք սրտանոթայինի հետ միասին պետք է ընտանեկան բժիշկը աշխատի հիվանդի դեպքում։ Հիվանդը գնում է նեղ մասնագետի մոտ եւ չունի ընտանեկան բժիշկ, չունի մարդ, ով այդ ձեր ասած ամբողջ պատմությունը իր հիվանդությունների, ժառանգականության եւ այլն լավ պատկերացնում է եւ տիրապետում է։ Այո, ճիշտ եք ասում, ընտանեկան բժշկի ինստիտուտը, որը հիմնվեց Հայաստանում, ես այս բան չեմ կարող հստակ ասեմ ինչպես է դա գործում արտասահմանում դա գործում է շատ վաղուց, Նորվեգիան հիմնադիրներից մեկն էր, որից վերցվեց այդ օրինակը, ինչպես է դա, ինչի համար է ընտանեկան բժիշկը։ Ընտանեկան բժիշկը կոնկրետ արտասահմանում ինչի համար ներդրվեց, դա շատ խնայեց բժշկության վրա գնացող պետական ծախսերը։ Այսինքն ընտանեկան բժիշկը դա նույն թերապևտն է, որը ընդունի ընդհանուր պրակտիկայի բժիշկ հիմնական մասնագիտացումը, որի վրա դրվում են որոշ նեղ մասնագիտական հնարավորություններ է տալիս, այսինքն դու անցնում ես մասնագիտական վերապատրաստումներ, դա առանձին ինստիտուտ է, առանձին օրդինատուրա է, դու այդպես չես կարող թերապևտից մեկ էլ որոշեցիր գնացել ընտանեկան բժիշկ, որտեղ ընտանեկան բժիշկը դա մանկաբույժ չէ եւ ոչ էլ թերապևտ է, դա ընտանիքի մոտ գտնվող բժիշկն է, առաջներում հենց բժշկությունը այդպես էր, այսինքն բժիշկը գալիս էր եւ բուժում էր ընտանիքի բոլոր անդամներին, հա, այդ լեկեր կոչվածներն էին առաջ դա բժիշկը այդտենց ինստիտուտ չկար ինչ որ այն որ հասկանում էր մանուկ տարիքից միջև ամենածերը, որտեղ դա շատ տարբեր մասնագիտական մոտեցումներ են։ Հասկանում էր միզուգների խնդրից, հասկանում էր սրտանոթային, վահանաձև կանանց եւ տղամարդկանց տարբերությունը, գենդերային հիվանդությունները եւ այլն։ Այսինքն դա խնայում է Պատկերացրեք մի հաստատությունում, եթե կա ընտանեկան բժիշկ, հատկապես դա շատ կարևոր եւ ակտուալ է, եթե դա հեռու է, ոչ թե քաղաքում է, որտեղ քաղաքում ենք բոլորս ձեռքի տակ ունենք մեզ օգնող նեղ մասնագետներին։ Հեռու վայրերում, որտեղ օրինակ մի գյուղ է, մի տարածաշրջան է, որտեղ չկա բժշկական կլինիկական մեծ միավորում, որտեղ կան բոլոր մասնագետները, կա մի բժիշկ, որը աշխատում է ամբողջ գյուղի վրա։ Նայեք ինչքան ճիշտ է ներդնելը նրա կրթության մեջ, որպեսզի ինքը ոչ միայն թերապևտիկ կամ մանկաբուժական պրակտիկայով զբաղվի, այլ թույլ տա իրեն զբաղվել
եւ վանաձև գեղձը հասկանալի եւ գինեկոլոգիան եւ սիրտանոթային։ Իսկ գուցե հետո էլ ուղղորդել նեղ մասնագետին։ Հենց դրա համար է։ Այսինքն, եթե մենք ընտանեկան բժիշկներս չունենք բոլոր հնարավորությունները, օրինակ, ես չեմ կարող ամբողջովին վերցնել մի վրա ուրոլոգիայի բուժում կամ գինեկոլոգիայի կամ վանաձև գեղձ, մենք ունենք մեր սահմանները թույլատրելի, որտեղ ես կարող եմ ինձ թույլ տալ։ Եթե դա սահմանից եւ մասնագիտական թույլատրվող սահմանից դուրս է, ես պարտավոր եմ ասել, որ գիտեք, ես գտա խնդիրը այսինքն ես խնայում եմ շատ բաներ եւ հիվանդին շատ արագ եւ կարճ ուղղորդում եմ կոնկրետ մասնագետի մոտ։ Դա շատ լավ ինստիտուտ է, դա այստեղ հիմնադրվեց մոտավորապես երևի 2000-ական բայց մինչև հիմա չի կան, նայեք, ինքը շատ լավ աշխատում է, նորից եմ ասում, գյուղական տարածքներում, որտեղ բժիշկները հասանելի չեն։ Իսկ այստեղ կան պոլիկլինիկաներ, որտեղ հաստիկը հենց ընտանեկան բժիշկ է եւ մասնավոր կենտրոններ, ինչպիսին մերն է, որ հաստիկը ոչ թե թերապևտ է, այ ընտանեկան բժիշկ է, որտեղ լիցենզավորված է։ Դա մասնավոր չի դառնում, այս որ ասում եմ մեխանիզմը վճարի, այդ վճարման համակարգն էլ։ Վճարման համակարգը համապատասխան է նրան, որտեղ դու աշխատում ես, այսինքն եթե դու աշխատում ես պետական համալիրում, որ ունի պետական դատացիայով աշխատանք, դու ըստ քո հաստիկի, քանի հիվանդ ես սպասարկում, ասենք 3000 հոգի են կամ 2000 են, ընտանեկան բժիշկը վարձատրվում է ավելի բարձր, քան սովորական թերապևտը, որտեղ իր դրույթները եւ գործառույթները շատ ավելի լայն են, քան թերապևտինը, եւ դա շատ ավելի խնայողաբար է, քան պահել շատ բազմաթիվ նեղ մասնագետներ։ Շնորհակալ եմ, այժմ գովազդ ենք հայտարարելու եթերում, բայց դրանից առաջ ես թեման ազդարարեմ ցելակիա կամ ցոլակիա, ինչ որ նոր անվանում է, բայց կարծես թե ինչպես մտել է շրջանառության մեջ եւ շատ հետաքրքիր է, որ շատերի կարծիքով, եթե դա հայտնաբերում ես, այդ ոնց որ թելի ծայրը գտնում ես, ավելի հեշտ է լինում լուծել հարցերը։ Դրա մասին խոսենք։ Գովազդի եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի սոնոգրաֆիստ, գաստրոենտերոլոգ, ընտանեկան բժիշկ Աննա Դերենիկի Մարտիրոսյանի հետ։ Եվ այսպես ցելակիա սա ինչ հիվանդություն է, մոդայիկ անվանում է, բայց հիվանդությունը մոդայիկ չի, իսկապես նոր է երևի հայտնաբերվել, Չէ, ինչ եք ասում, ցոլիակյան հիմա այսպես շրջանառության մեջ։ Գիտեք, ցոլիակյան երևի Հայաստանում է վերջին մի 10 տարին, որ հնարավորություն եղավ մեծ բժիշկ։ Մենք բնականաբար անցել ենք ցոլիակյան ինչ է, ինչ հիվանդություն է։ Ցոլիակյան ինքը շատ հետաքրքիր գենետիկորեն նախատրամադրվածությունով ձևավորված հիվանդություն է, որը կարող է արտահայտվել տարբեր տարիքներում, սկսած նորածին տարիքից, երբ որ բալիկին արդեն մենք տալիս ենք հավելումները, օրինակ ցորենի տեսքով, եւ արտահայտվի շատ հետաքրքիր ձևով դեռահաս տարիքում, օրինակ, երիտասարդ տարիքում, ավելի մեծ տարիքում, այսինքն դա գենետիկորեն պայմանավորված հիվանդություն է, նախատրամադրվածություն ձևավորված հիվանդը պետք է ունենա, անձը, չասեմ հիվանդը, պետք է ունենա, որպեսզի ինչ որ մի գործոնի հետևանքով, հիմնականում վիրուսային, ստրեսային, ինչ որ հորմոնալ այդ դեռահաս տարիքում կամ հետծնդաբերական շրջան, որ արտահայտվի հիվանդություն, այսինքն հիմքը դրված է, առանց հիմքի մենք ցոլիակ դիզիզը չենք կարող հաստատել եւ ամենակարևորը, երբ որ բժիշկը չի կողմնորոշվում արդյոք սա իրական ցոլիակիա է, թե որոշակի ժամանակավոր անտանելիություններ է, թե ալերգիա է, որտեվ գլուտենի հանդեպ անտանելիությունը հենց այդ 3 տեսակն ունի։ Գենետիկորեն հենց ցոլիակիան հիմնական ախտորոշումը, որը բավականին լուրջ ախտորոշում է եւ կյանքի ոչ թե միայն որակի վրա է ազդում, այլ օրգանական փոփոխություններ է առաջացնում ամբողջ ստամոքսային տրակտի մեջ, հիմնական բարակահուների մասն է խոսքը, որը իր հերթին բերում է դեստրուկտուրիզացիայի ամբողջ օրգանիզմից, սկսած մազից, մաշկից եւ ոսկրային համակարգից, եւ շատ հետաքրքիր դեպք եմ միանգամից մտաբերեմ ունեցել այն նորից էլի բժշկության այդ մեծ ծավալային աշխատանքը, հիվանդը, որ դիմում էր ռևմատոլոգին, տղամարդ էր 70 տարեկան եւ բուժվում էր իրեն մոտ ծանրագույն օստեոպարոզ, փշրվում էր ուղղակի, ողնաշարի կոտրվածքներ ինքնաբերաբար օստեոպարոզ ծանրագույն աստիճան է, այսինքն ոսկրային խտության բացարձակ կորուստ։ Եվ երբ որ ինքը իմ մոտ մտավ, ուղղակի իրենք ինձ ծանոթներ էին, քանի որ ռեզուլտատ չէին ստանում իրենց բուժումներից եւ վատ ու վատ էր փշրվում էր, դարել էր մենք ցոլիակիա հիվանդներին ասում ենք բյուրեղամարտիկ փշրվում են, կապիտում ես ինքը փշրվում է տարիներ հետո, եթե բացահայտված չի հիվանդությունը։ Եվ եկանի մոտ ուղղակի որպես խորհուրդ հասկանան նախ հիվանդը մտավ ինձ թվաց ռուսկային հիվանդ է, այնքան հյուծված ահավոր վիճակում էր, բռնած բերեցին իրեն, որտեղ ոսկրային համակարգ իսկապես կապտում էր կոտրվածքներ ինքնաբերաբար, բայց հիմքում ռուսկային ինչ-որ բան չի ինքն։ Առաջին միտքը իմն էլ եղավ, որ մի տեղ մի ռուսկային խնդիր կա, որ բելա ծայրահեղ հյուծվածության օրգանիզմի, ինչ պարզվեց 70 տարեկանում, երբ որ ես դե Հայաստանում էլ այնքան շատ ավելի հեշտ է ախտորոշումները, դուք մեկ օրում, եթե հիվանդը բնականաբար հնարավորություն ունի, դու կարող ես հերքես շատ արագ այս ոչ թե հերթեր ժամանակ կորցնես, մեկ օրում կարելի է ամեն ինչ ստանալ անել ու պատասխանը 2-3 օրում, ես միշտ ասում եմ 2-3 օր տվեք եւ ես կարողանամ ասեմ, սա կա թե չկա, ու մենք ինչ ենք անում։ Պետք չի սպասել ամիսներ, դա էլ մեր առնահատկությունն է, շատ լավ աստեղ, շատ ավելի հետաքրքիր է աշխատելը։ Եկավ հասկացա, որ ռուսկային չկա, այսինքն մենք չունենք խնդիր, բայց իր ծայրահեղ վիճակը զարմանալի էր, եւ երբ որ լավ, ինչի համար եք դիմեր ռևմատոլոգին, ինչ օստեոպարոզ, տղամարդ է, կին չի, կլիմակտերիկ շրջանում, կաստրացիոն շրջան անցած չի, տղամարդուն այդքան բնորոշ չի, ինչ որ խոսքով եկա, չգիտեմ, մեկ օրում իսկապես այդպես երևի սենց փայլատակումներ են լինում, գալիս է մտքիդ, ասում ես, միգուցե
սա է։ Երևի դա ամենայն վառ օրինակներից մեկն էր, երբ որ ցոլյակյան դրեցինք եւ հաստատեցինք գլուտենից հրաժարվի այո, մարդը։ հենց որ ախտորոշումը դրվեց, դա հիվանդը պատկերացեք փրկվում է։ Գլուտենը դա հացն է հիմնականում։ Հացազգիներն են, ոչ հացը։ Հացազգիներն Դե են։ հա, ցորենը Բացի նկատի հնդկաձավարից, գրեչկայից, բրնձից եւ եգիպտացորենից։ Մնացած բոլորը ցորեն ազգիները, հաճարը, ձավարը, բլղուրը, նո ցորենը բնականաբար առաջնահերթ եւ ամեն ինչ որ մտնում է, այսինքն ինչ որ ինգրեդիենտների մեջ կան ցորեն ազգիները, դրանք բոլորը գլուտեն պարունակող են։ Գլուտենը ինչ է, դա սպիտակուց է, որը որ ինչ է առաջացնում։ Եթե դու ունես անտանելիություն եւ գենետիկական մարկերդ արդեն արտնացել է, հենց դու ուտում ես ցորեն ազգիների մեջի այդ կոմպոնենտները ստանում ես, գլիազինի նկատմամբ օրգանիզմը արտադրում է իբրև օտար մարմին, հակամարմիններ։ Գլիազինը գնում է, ինչ կերար, գնաց վարակաղիներում, ֆիքսվեց, կպավ թաղանթին, հակամարմին, որպեսզի ներծծվի, քայքայվի հետագա իր ներծծումները ապահովի, չէ՞ որ վարակաղիներով ասախ պայմանավորված առաջնահերթ մոլեկուլների տրողումը, հակամարմինը գալիս է, առաջացնում է կոմպլեքս գլիազինի հետ, կպնելով վարակաղու թավիշների վրա, այնտեղ մեծ քանակի թավիշներ կան, որոնք ներծծում են վիտամինները, միկրոէլեմենտները, մոլեկուլները, սպիտակուցները տրոհված արդեն։ Եվ քայքայում առաջացնում է իմունային բորբոքում, վնասելով վարակաղու պատը։ Եվ այդպիսի մի ռուսերեն ասեմ, կոչվում է դիրյավая կիշկա, արդյունքն ձևավորվում է մի գաղափար, որ ինչ կերար, ինքը դուրս է գալիս, չկա ներծծման կարևոր ֆունկցիան աղիքի բացակայում է, որտեղ վնասվել են թավիկները, իրենք ուղղակի չկան եւ չի կարող ներծծի քո ուտելիքից արդեն բանջարեղենից մրգից եւ այլն, այսինքն դու ինչ կերար, ինքը այդպես չմարսված դուրս է գալի։ Այսինքն առաջանում է ծայրահեղ դեֆիցիտ ամեն ինչի։ Եվ գլուտենով նաեւ իդեպ շատ հետաքրքիր հիվանդություն է, այսինքն գլուտենը կարող է հիվանդը, դե առաջնահերթ դիմում են գաստրոենտերոլոգներին, դա շատ ավելի հեշտ է բացահայտվում, որտեղ դիարեա կամ փորկապությունները եւ այլն ինչ բազմակի ստամոքս աղիքային խնդրով է գալի, բայց կա որ ոչ մի խնդիր չունի եւ ինքը չի արձագանքում եւ չի հասկանում որ ունի ստամոքսային, բայց ունի օրինակ ռևմատոիդ արտրիտ, ունի դերմատիտներ, ունի մաշկային արտահայտումներ կամ ռևմատոլոգիական կամ վանաձև գեղձի եւ դիմում է այդ մասնագետին, սկսում են, հա, օքեյ, ախտորոշումը կա, սկսեցինք ուժել հիվանդությունը, բայց հիմնապատճառը գլուտենն է եւ դու երբեք ռեզուլտատ չես ստանա, ոչ բուժումից, ոչ կոմպենսացիա, որտեղ այդ հիվանդությունները ցավոք չեն բուժում, գիտեք, ուղղակի կառավարվում են։ Իսկ եթե դու գտնում ես սկզբնապատճառը, էլի բազմիցս տենց հիմաներ եմ ունեցել, ստոպ ես տալի, հիվանդությունը կառավարվում է հեշտությամբ։ Դեղորայքները հիմնական նվազում են։ Հիվանդի կյանքի որակի եւ առողջական ստատուսի մասին էլ չեմ ասում, ինչպեսի փոփոխություններ են։ Բայց դա սարքել միանգամից դոգմա եւ ասել բոլորի մոտ գլուտենը եւ բոլորին զրկես հացից, համով, հոտով մեր հացից, իհարկե դա էլ է սխալ, այսինքն բժիշկը պետք է հասկանա ինչի համար է տալիս եւ տալիս է շատ խիստ որպես ցոլիակիա, որտեղ այնտեղ ամեն նշույլը մոլեկուլան գլիազինի թունավոր է անձի համար եւ կա մասնավոր սահմանափակումներ, որ ասում ես, գիտեք, հացազգիները ուղակի հանեք, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան իրենց հետ եւ կամ ունես ալերգիա օրինակ գլուտենից եւ պարտավոր ես հանես, որպեսզի ալերգիկ դերմատիտների վերջ չտաս։ Դա այնքան բազմազան է եւ տարածուն է, որ բժիշկը պետք է աշխատի եւ հասկանա ինչ է ախտորոշում եւ ինչ տեսակի սննդակարգ է սահմանում։ Խիստ սննդակարգ, այսուհետ երբևէ ոչ մի բան, որտեղ այլևս դու չես կարող դա օգտագործես, թե կարող ես անես խախտում, բայց լավ կլինի, որ ուղղակի մի փոքր սահմանափակես քո տարիքում, քո կարգավիճակում, քո այլ սիտուացիաներից ելնելով։ Շնորհակալ եմ, ձեր հարցազրույցներից մեկում ես լսեցի, դուք պատմում եք էլի մի հիվանդության մասին եւ ասացիք, որ այ հիվանդի հետ խոսելով ես տեսա, որ ինքը մի հատ շատ սխալ սովորություն ունի։ Սուրճը խմում է սիգարետի հետ, ծխում է եւ խմում է։ Այ այդտեղ ես բռնացրեցի։ Ինչու՞մն է հարցը։ Իմ հարցս հետեւյալն է։ Նախ այդ դեպքը նորից պատմեք եւ ընդհանրապես իմ թեման, որը հիմա որի մասին ուզում եմ խոսել, վատ սովորություններ։ Այ
Ինչ այդա որպես վատ սովորություն դուք մատնանշեցիք, հիմա կասեք ինչու է դա վատ, ինչի վրա է սխալ ազդում, եւ եթե մի 2-3 էլ այդպիսի վատ սովորություններ, որ մարդիկ Չարժի անել։ չարժի անել, Արտադրաբար չէ, բայց չարժի անել։ Այդ շատ կարևոր է ձեր Սուրճը խորհուրդները։ եւ ծխախոտը, երբ որ խոսում ենք այդ հարցազրույցը, նվիրված էր հոմոցիստեին կոչվածին, այսինքն դա մի մետաբոլիտ է օրգանիզմում, աղբ է, այսպես ասեմ ավելի պարզ լեզվով, մետաբոլիտը բժշկական լեզվով է, աղբը արգասիկ, ինչ-որ արգասիկ օրգանիզմում, որը եթե կուտակվում է օրգանիզմում, անոթների մեջ, արյան մեջ բարձրանում է նրա level-ը, մարկերը, հիմա դա էլ է շատ ծանոթ, նաև շատ հիվանդներ գիտեն դրա մասին, որ գոմոցիստեինի հետ կապված խնդիրներ ունեն, թե ժառանգական, թե ձեռքբերովի, դա արգասիկ է, որը որ մնասում է հենց անոթների սլացիկությունն է վնասում, սարքում է խորտ ու բորդ, պատկերացրեք ոնց որ ասֆալտը քրքրում է եւ հիմք է տալի ատերոսկլերոզի այդ բանակների ձևավորումը, մակարդելության խնդիրներն է առաջ գցում, տրոմբերի ռիսկերն են բարձրացնում, ուղեղային համակարգի վրա ազդում առաջացնելով դեպրեսիաներ, նույնիսկ տրամադրության անկումներ, շատ հետաքրքիր արգասիկ է, որը ազդում է հիմնականում էնդոթելի վրա եւ նյարդային համակարգի վրա, իսկ որտեղ չկա նյարդ եւ անոթ գրեթե չկա օրգան, որը ոչ թե գրեթե չկա օրգան, որը չի սնուցվում կամ չի նյարդավորվում։ Եթե դու հիմնական ոնց որ այդ պանելները քայքայում ես, բնականաբար օրգանները դուրս են գալիս շարքից։ Եվ այս սովորությունը ծխախոտը եւ սուրճը իրար հետ միասին առանձին իրենք էլ են բարձրացնում այդ արգասիկի քանակը օրգանիզմում եւ օրգանիզմը չի հասցնում իրեն չեզոքացնի եւ դուրս բերի երիկամների միջոցով դրանք շատ բարձրացնում են արգասիկի քանակը այդ աղբի այդ արգասիկը մնաց եւ դու ունեցար լիքը ռիսկեր այսինքն ռիսկերը որը դու ունեիր մենք բոլորս գենետիկական նախատրամադրվածություններ ունենք բնականաբար եւ տարիքի հետ դրանք սկսում են ավելի գլուխ բարձր ի հայտ գալ ուղղակի անգամներ բարձրացնում է քո բոլոր եղած ռիսկերը, արտնացնում է խնդիրները եւ սարքում է ավելի երիտասարդ, ավելի վաղաժամ։ Այսինքն եթե այդ էլեմենտար սովորությունը, իսկ եթե հիվանդը ունի նաեւ ժառանգական այդ արգասիկի փոխանակման դեֆեկտը, ու եթե ունի այդ սովորությունը, այսինքն դա թռնում է 10 անգամ ավելի բարձր։ Եվ էլի մեկ էլ տեսար կարող ես էլեմենտար հարցերը թողնես, գնաս ստենդավորես, սիրտանոթային գնաս, խոլեստերին տաս, մակարդելությունը, բայց շտկվի ու լինի էլի խնդիր շարունակական, որտեղ է։ Տեսեք, այդ հիմքն է, որտեղից գալիս ես գնում ես։ Դրա համար դա ունես բոլորս պետք չի գնանք ինչ-որ ժառանգականությունը մենք ստուգենք կամ գենետիկական մարկերների տանք եւ վախերով սպասենք ապրենք թե ինչ է կատարվելու ամենևին նման բան պետք չի անել բայց կան սովորույթներ որոնք չարժի անել որտեղ մանավանդ եթե դու ինչ-որ գենետիկական հիմք ունես եւ որոշ տարիքից սկսած 30-40-ից բարձր դու կարող ես նպաստես, վարդարացնես, արտնացնես, ապա ինչու անես եթե կարելի է չանել եւ լինել ավելի պաշտպանված, ավելի գեղեցիկ ու առողջ ապրել։ Նմանատիպ սովորույթներից այդ միանշանակ, եթե հատկապես գալիս է հիվանդը, որի մոտ եղել են տրոմբոցիտ բարդություններ, վարիկոզ ունի կամ սիրտանոթային ռիսկեր ունի, թե ժառանգական, թե առավել ևս արդեն ինքը, այսինքն առաջի, այսպես ասած, ացիանի ռիսկերի մեջ են գնում, այդ տարանջատում ենք, որտեղ դա բարձրացնում է ռիսկը, եւ դու ինչքան էլ բուժես, դու լիարժեք անվտանգ լեվելի չես կարող հասցնես, այսինքն սկզբից սովորությունն ես վերացնում, հետո սկսում ես հիվանդի հետ աշխատել։ Նմանատիպ սովորույթներից ինչ ասում են, ես միշտ շատ մանրամասն եմ ասում, հարցնում եմ ինչպես ես արտանում, պատմեք ձեր օրը, ինչքան քնեցիր, երբ արթնացար, ինչ սովորություն ունես, դու վաղ քնող, վաղ արթնացող անձես, որտեղ դու պետք է ադապտացնես իր ռեժիմին, չես կարող պարտադրես նրան ապրել այնպես, ինչպես դու ես ուզում, պետք է հարմարացնես, հասկանալով, լավ, ինչպես է ինքը ապրում, միշտ ասում եմ, պատմեք ձեր երեկվա օրը, օրինակ, ինչպես է անցնում, ալկոհոլի չափաբաժինը շաբաթվա ընթացքում, ծխախոտի քանակը, օրվա ընթացքում եւ երկարատևությունը ձեր ծխախոտի օգտագործման, կալյանների, այքսների, ինչ եք օգտագործում, ինչ եք սիրում, օրինակ խնդիրը առաջացավ շատերը
սիգարետից փոխում են այկսի կամ հակառակը առաջացավ այդ արդյոք կապը տեսնում եք իմանց մտածել գիտեք սպասեք հասկանամ տեսնեմ որտեվ դա էլ է շատ կարևոր թե ոնց է ապրել ինչն է փոխվել ես միշտ ասում եմ երբ գնահատականը տվեցիք ինչը փոխվեց ձեր կյանքում կերակ գնացիք հավաքույթի փոխեցիք ձեր ռեժիմի մեջ ինչ որ բաներ ու ի հայտ եկավ ինչ որ խնդիր Վատ սովորույթներից բնականաբար ծխախոտամոլությունն է կալյանը ասեմ որ ցավոք ինչքան հիվանդներ ունեմ հիմա շատ պոպուլյար է չգիտեմ երևի որտեվ ինչքան հիվանդների հետ շփվում եմ կալյանի հետ կապված մեծ սիրահարներ են ասում եմ ես չեմ ծխում ընդհանրապես բայց կալյան եմ օգտագործում շաբաթական գրեթե ամեն օր կամ օրը մեջ շատ հետաքրքիր կապ կա նաև կալյանը եւ կոնկազրային հոդի քայքայումները զարմանալի բան։ Հոդի քայքայում։ Այո, հոդի քայքայումները, այսինքն այն երիտասարդները ու մոտ որ ինքնաբերաբար առաջանում են կոնկազրային հոդի խախտումներ, արտրոզներ, տարիքային ոչ բնորոշ չպետք է լինի, որ փրում ես, խորանում ես իրանք կալյանի սիրահարներ են։ Չեն ծխում, չեն խմում, այս կալյան են օգտագործում։ Անմիջական գիտական կապը հիմա ես չեմ կարող բացատրել, բայց կա փաստ որ այդ խմբում այո այդ խմբում կոնկազրային հոդի ախտահարումներով մեծ մասը օգտագործող են կալյան կլինի հետո որտեղ բժշկություն ասում վերցնում ես հա տալիս ես ինֆորմացիան էվիդենսները դուրս են գալի ու հասկանում եք այսինքն դա արդեն ստատիստիկա որոշակի կա կալյանը այկսները կամ են մյուս փաֆերը որոնք որ թվում է թե դու չես օգտագործում նիկոտին կամ խեժից բրծանք անցանք այկսի այնտեղից է բրծանք ասանք փաֆի որտեղ գլիցերին է որ այրում է բոլորը ունեն իրենց ռիսկերը եւ ինչքան մենք քիչ թունավորենք քիչ բան ներմուծենք մեր օրգանիզմ մեր վատ սովորույթների ապացուցողական սովորույթներին ինչքան զերծ մտանք այնքան պաշտպանված ենք Կա մի հատ էլ ասացված, кто не курит и не пьет, тот здоровеньким помрет։ Այդ էլ իմաններ կան, որ իհարկե կյանքի որակը ես երբեք չեմ ասում, ընդհանրապես չխմեք կամ չծխեք կամ չգիտեմ, բայց սա պետք է լինի չափավորված։ Պետք է լինի այնպես, որ դա լինի հաճույքի սահմանից ոչ դուրս եւ չվնասի քո առողջությանը։ Ամենակարևոր պատվիրանը դա է ինձ թվում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Աննա Դերենիկի Մարտիրոսյանի հետ բժշկական գենետիկայի կենտրոնի սոնոգրաֆիստ, գաստրոենտերոլոգ, ընտանեկան բժիշկ։ Ես վերադառնամ նախորդ հարցին, հիշեցի, որ համենայնպես տեսա, որ դուրս էի բերել այդ ձեր նախորդ հարցազրույցից հետո գրված մեկ գրառում կար։ Հիմա սուրճը լյարդին լավ է թե վատ, հարցնում է դիտողը։ Սուրճը լյարդին առանձնակի կապ չունի։ Կոնկրետ սուրճը լյարդի հետ կապ չունի։ Սուրճը ավելի վատ է, եթե մենք վերցնենք նյարդային համակարգի համար, որպես գրգռող ազդակ, երկաթի ներծծման համար շատ վատ է, կալցիումի ներծծման համար շատ վատ է, այսինքն նույն օստեոպարոզով հիվանդները կամ ռևմատիկ հիվանդություններով կամ ոսկրա հենաշարժիչ համակարգի հիվանդները եւ նյարդային համակարգի խախտումների ժամանակ նույն գոմոցիստեինի դեպքում սուրճը պետք է կրճատվի միանշանակ։ Կրճատի թե վերացնի։ Չէ, կրճատի։ 1-2 բաժակ առավոտյան թույլատրելի է եւ դա վնաս չէ, բայց մարդիկ կան 8-9 10 խմում են, չեն խմում ջուր դրա տեղը, նաև ջրազրկում է, կորցնում է երկաթը եւ կալցիումը, մեկ հիվանդին հարցնում ես եւ դա շտկում ես եւ հարցը լուծվեց։ Բարի, խոստացել ենք վերադառնանք այն հարցին, թե ինչպես է բժիշկը օգտագործում արհեստական բարականությունը, ChatGPT կոչվածը։ Շատ լավ օգնական։ Եվ ինչպես է օգտագործում մարդը, անձը ChatGPT-ին։ Երբեմն արդեն բժշկի չեն գնում, բաց են անում իրենց տվյալները գրում են, ասում են, այստեղից ցավեց, այնտեղից տակությունս բարձրացավ, այսքան տակություն, այսքան էս եւ արդեն որոշում են ինչ դեղ ChatGPT-ն էլ տալիս է ինչ դեղեր են առաջարկվում ChatGPT-ն միշտ զգուշացնում է, ասում է դիմեք մասնագետին։ Դե ծխախոտի վրա էլ է գրած մի ծխեք։ Ճիշտ եք ասում, արդեն մարդ վերցնում է այն ինչ որ իրեն հարմար է բոլոր ինֆորմացիաներից։ Հիմա ինչպես ճիշտ աշխատել ChatGPT-ի վրա։ ChatGPT-ն շատ մեծ օգնական է։ Ես բացարձակ չեմ նեղում իր արկայությունից մեր կյանքում կամ իմ հիվանդի հաճախորդի կյանքում։ Հակառակը ինքը արդեն որոշակիորեն պատրաստված գալիս է, ինչ որ ես պետք է մի 40 րոպե եւս պատմեմ, ինքը արդեն շատ լավ պատրաստ, գիտեք, ես
մտածեցի քննարկեցի, ես նույնիսկ ChatGPT-ին երբ որ չկար, հիվանդին ասում եմ, գիտեք, էս է մեր խնդիրը, եւ ես ձեզ այսօր հանձնարարում եմ, դուք գնաք մի հատ ծանոթանաք կարդաք, մի հատ ձեր սիմպտոմները, ախտանիշները, ես սա եմ, հիվանդի հետ շփումը դու չես մենակ լիդերը, դա պետք է լինի կոմպլայնս, առանց կոմպլայնսի բուժում չկա։ Եթե դու իր հետ կոնտակտը հոգեհուզական իր մեջ մտար, ընկերացար, կլինի հաջողություն։ Եթե չէ, անիմաստ քո օգնությունը տեղ չի հասնի։ Այն ժամանակ էլ է ասում, գնացեք կարդացեք, տեսեք Google-ում գրված է, այս է, տեսեք։ Այդ ChatGPT-ին դա շատ ավելի խմբագրված է մեզ տալի։ Բժիշկների համար ես вообще կարծում եմ բժիշկների համար չէ, բոլորի համար դա մեծ օգնական է։ Դա նույն Google-ն է, ինչ տարբերություն։ Տալիս ես ճիշտ հարցադրումդ, նույնը Google-ով էլ ստանում ես շատ ճիշտ պատասխաններ։ Հնարավոր չէ ամեն ինչ իմանալ, ամեն ինչ հիշել, ամեն ինչին տիրապետել։ Դա գերբնական է։ Եթե դու տալիս ես ճիշտ հարցադրում, բժշկի մասն եմ խոսում, ինքը մեզ շատ օգնում է, գիտեք, ֆիլտրել։ Շատ ավելի քան փտրես ինչ որ էվիդենսները Google-ի մեջ, շատ արագ է, շատ ավելի կոմպակտավորված։ Ինչ վերաբերվում է։ Ոնց որ մասնագետի հետ զրուցես, հա, այդպես է։ Իհարկե։ Կոնսիլիումը։ Այո, ոնց որ տալիս ես հարցադրումը, ինքը քեզ տալիս է ու ChatGPT-ից կստանաս եւ անիմաստ ինֆորմացիա, եւ շատ գրական էվիդենսներով, այսինքն նայած ինչ հարց է տալի մասնագետի եւ ոչ մասնագետի հարցադրումը, նա ընդհանուր ինչ որ բաներ կասի հիվանդին, որտեղ ինքը նեղ մասնագիտորեն տվյալն գիտելիքը չունի, ես կտամ այնպես, որ ինձ կտա ճիշտ ուղղություն։ Սա է, բայց ոչ մի բանն էլ պետք չի իհարկե հասցնել ինչ որ ծայրահեղ վիճակի եւ կարող է հիվանդը նաեւ շփվի, ընտրում է ինքը բուժվի ընդհանրացված չգիտեմ, արհեստական ինտելեկտի հիմունքների վրա հիմնված ինչ-որ բաների, թե նաև դա համադրի գրագետ մասնագետի հետ, այդ հիվանդի ընտրությունն է, և ընտրությունը բոլորս ունենք, ինչպես ենք ընտրում, ում հետ ենք աշխատում, մի քանի հարց, Աննա Դերենիկի Մարտիրոսյանի 3 ոսկե խորհուրդները։ Ինձ շատ անգամ հարցում են դուք ինչպես, ապա դուք անում եք, իսկ դուք դա անում եք, իսկ սա անում եք, իսկ այն չեք, հիմիթե չեք անում, ինչպես եք պահպանում ձեր առողջությունը, արտաքինը, երևի թե այսպես, այնպես, շատ հաճախ եք դրա մասին խոսում, ես ամենակարևորը իմ պրակտիկայում ինչ որ տեսել եմ, հիվանդությունների 90-85%-ը մի քիչ ուրիշ ստատիստիկա կա, բայց դա իմ անձնական փորձն է։ 25%-ը մոտ դա գենետիկական իհարկե իրավիճակներն են, որ մենք ժառանգել ենք, բերել ենք մեր հետ այս աշխարհ, լույս աշխարհ գալուց, հետ մեկտեղ մեր ծնողներից, մեր ժառանգությունն է դա, եւ դա ընտրության հարց չէ, ունենք թե չունենք։ Իսկ ինչ վերաբերվում է մնացածին, դա հոգեհուզական կարգավիճակն է։ Եթե դու հանդարտ ես, եթե դու ճիշտ ես, եթե դու բաց ես, եթե դու շնորհալի մարդ ես, եթե դու վատ իրավիճակում չես, եթե քո հոգեհուզականը պարզ է, մաքուր է եւ հանգիստ է, հանդարտ է, եւ քո շուրջը ինչ որ կա քեզ չի հանում հունից եւ չի ձևավորում ստրեսային ազդակներ, հիմնականում ոչ մի գենետիկական խնդիր մեզ որևէ տեղ խանգարել չի կարող։ Ամենակարևորը շատ դժվար է հարմարվել շատ անգամ ստրեսային իրավիճակներին կամ ինչ որ սիտուացիաների կյանքում, բայց պետք է փորձել թեկուս եւ մասնագետների, հոգեբանների միջոցով նախ դուրս գալ ստրեսային այդ թակարդավոր օղակից, վախերից։ Վախերը ձևավորում են հիվանդությունների մեծ մասը ընդ որում։ Դրա համար, եթե չկա առողջ բանականություն եւ հանգիստ հիմք, դու չես կարող բուժել հիվանդին։ Ինչ էլ ես ասեմ, կողքով է անցնելու եւ հիվանդությունը միևնույն ձևավորվում է։ Դա համար շատ կարեւոր է լինել առողջ ոչ միայն մարմնով, ամենակարևորը մեր հոգեբանությամբ, մեր հոգևոր աշխարհը լինի հանդարտ եւ կգտնես բժշկին, եթե ինչ-որ հարցեր կար, բոլոր հարցերից միշտ ասում եմ, բոլոր հարցերը շտկելի եք։ Եվ վերջին հարցը, որտեղ կուզեիք ապրել, որ երկրում։ Ես երբևէ չեմ երազել ապրել ոչ միտեղ բացի Հայաստանից։ Գիտեք, երևի երիտասարդ ժամանակներում շատ երազել եմ, ընդ որում կա երկիր, որում դեռ չեմ եղել, իմ երազանքն է այցելել Բրազիլիան, այդ մեկը դեռ չեմ
այսինքն երազել եմ դա ու դեռ չեմ եղել, պատկերացրեք, եղել եմ աշխարհի շատ երկրներում, կետերում, ամեն անգամ երիտասարդ ժամանակ վերադառնաց, ասում եմ, վայ, լավ էր, ինչի վերադարձա, ինչ անդուրադաճը, չեք պատկերացնի գնալով ամեն տարի, չնայած խնդիրներին մեր երկրի եւ այլն սահմանափակումներին, միակ երկիրը, որտեղ ուզում եմ ապրել եւ ստեղծագործել եւ ունենալ ինչ-որ մի բան, պտուղներ այստեղ Հայաստանում։ Հայաստանից լավ երկիր չկա։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, ստեսին ձեզ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Աննա Մարտիրոսյաններ, բժիշկ Աննա Մարտիրոսյաններ, մեր հյուրը սոնոգրաֆիստ, գաստրոենտերոլոգ, ընտանեկան բժիշկ, նա աշխատում է բժշկական գենետիկա եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում։ Զրուցվար մեր Գայան Արաքելյանը, բարին ձեզ։